Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է։ Այսօր զրուցելու եմ Կոնցեռն Դիալոգ փաստաբանական ընկերության կառավարիչ գործընկեր փաստաբան Արամ Օրբելյանի հետ։ Պարոն Օրբելյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Բարի երեկո, շնորհակալություն հրավիրելու համար։ Պարոն Օրբելյան, բոլորի ուշադրությունը եւ քննարկման առարկան դարձել է Կիրակի օրը Հովհաննավանքում տեղի ունեցող գործողությունները։ Այս պարագայում տեղի ունեցած բոլոր իրավական, քաղաքական, դավանաբանական հանգամանքները հաշվի առնելով, այսպիսի հարց է ծագում. եկեղեցին իրավական ինչպիսի պաշտպանության հիմքեր ունի, ու արդյոք կան այդ հիմքերը։ Շնորհակալություն, հարցը շատ լայն եւ բազմաշերտ է։ Մի քանի կոմպոնենտով պետք է այս ամբողջը դիտարկվի։ Այսինքն Հովհաննավանքում ինչ որ գործընթաց է տեղի ունեցել, որտեղ ինչ-որ աշխարհիկ մարդ որոշել է, որ ինքը ինչ-որ եկեղեցական ծես պետք է կատարի եւ ինչ-որ մարդիկ էլ եկել են նրան լսելու, տեսնելու։ Հիմա սա ինչքանով է դավանաբանական եկեղեցական տեսակետից ինչ է իրենից, կարծում եմ Տեր հայրերը կարող են ավելի մանրակրկիտ ներկայացնել, ըստ էության ինչ-որ իսկ երևույթը, երբ որ անձը համարում է, որ նույն դա աղանդից են ասենք, աղանդի շրջանակներում։ Հիմա իրավական տեսակետից առաջանում է մի շարք խնդիրներ, որոնք քննարկման պետք է դրվի։ Առաջինը ըստ էության կառավարության ներկայացուցիչները միջամտում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին, այսինքն ակնհայտորեն բարձրաձայնել են հստակ արտահայտված, որ պետքա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վեհապարը փոխվի։ Ուղղակիորեն նշված նպատակ է արտահայտվել եւ ոչ միայն նպատակ, այլ նաեւ գործողություններ են իրականացվում դրան ուղղված։ Երկրորդը նշված գործընթացը որևէ կերպ չի կարող բխել կառավարության որևէ անդամի լիազորություններից, այսինքն չկա կառավարության լիազորություն նման, կլինի դա վարչապետի, աթոռ զբաղեցնող անձ, նախարար, падգամավոր, ոչ մեկի մոտ չկա նման լիազորություն միջամտել որևէ կրոնական կառույցի, այդ թվում նաև Հայ Առաքելական եկեղեցու ներքին գործերին։ Հետևաբար, երբ որ այս գործընթացը իրականացվում է կառավարության կողմից, դա ուղղակիորեն միջամտություն է մասնավոր կառույցի, բայց նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին, դրանով իսկ միջամտություն է Հայաստանի բնակչության զգալի մասի, այսինքն եկեղեցու հետևորդների կրոնի իրացման գործընթացին, եւ սա իր մեջ ներառում է քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ, ամենապարզից պաշտոնական դիրքի չարաշահում կոչվող լայն հոդվածից ավարտած մի քանի առանձին հանցակազմեր։ Երբ որ այս ամբողջը կատարվում է պետական միջոցների հաշվին, օգտագործելով հանրային ռեսուրսը, օգտագործելով ոստիկանության ռեսուրսը, օգտագործելով քաղաքական ռեսուրսը ֆինանսավորելով, այսինքն հանրային միջոցներից, այստեղ առաջ են գալիս մի շարք այլ կոռուպցիոն դրսևորումներ, քաղաքական կոռուպցիայի դասական օրինակներ, այսինքն այստեղ ամեն մի երևույթ պետք է առանձին քննարկման առարկա դառնա եւ դրա շրջանակներում պրոցեսները գնահատվեն։ Երբ որ այս ամբողջին ավելանում է ոստիկանական ուժերի այնտեղ գտնվելը քաղաքացիական հագուստով, ընդ որում ակնհայտորեն ծառայություն իրականացնելու շրջանակներում, այսինքն ոչ թե ուղղակի այդ օրը իրանք արձակուրդային եկել էին, Կիրակի օրեր չէին աշխատում, որոշել են գային իրենց աղանդավորական հավատքը տվյալ դեպքում, տվյալ ձևով արտահայտել։ Եթե մենք դրան ավելացնում ենք քննչական մարմինների կողմից մի շարք Տեր հայրերի քննչական գործողության Կիրակի օրը այդ ժամին կանչելը, մենք տեսնում ենք, որ պետության կողմից տեղի է ունենում իրավապահ համակարգի գործիքականացման, ինստրումենտալիզացիա բառն է, իրավունքի ինստրումենտալիզացիա գործիք վերածելու միջոցով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջամտություն։ Ընդ որում դրանից հետո ինչ որ արտահայտություններ, ձևակերպումներ, ով է կարգալույց, ով չի կարգալույց, այսինքն տվյալ դեպքում նորից եմ ուզում ուշադրություն հրավիրեմ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ինքը մասնավոր կառույց է, ունի շատ կարևոր դերակատարում Հայաստանի կյանքում, ունի շատ կարևոր դերակատարում Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության համար, բացի սոցիալական, հասարակական նշանակությունից ունի այս մարդկանց ճնշող մեծամասնության համար հենց կրոնական արտահայտություն։ Մեր հավատքի մասնակազմում, որ հենց հավատքը հենց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինստիտուտների միջոցով է իրացվում, այսինքն տաղանդավորական մոտեցումները կամ բողոքական այդ բառը օգտագործեմ, մոտեցումները, որ սպասավորները պետք չեն, ինձ միջնորդ պետք չի, ես ուղղակիորեն կարող եմ առանց եկեղեցու շփվեմ Աստծո հետ, հենց մոտավորապես թոնդրակյան շարժումից սկսած, ավարտած դրանից հետո ռեֆորմացիայի տարբեր ուղղություններով ծայրահեղացված կան,
բայց դա ու բարեբախտաբար Հայաստանի սահմանադրությունը երաշխավորում է դավանանքի ազատություն եւ ցանկացած մարդ, ով չի ընդունում, որ իր փրկությունը, հոգու փրկությունը, բանապարակելական Սուրբ Եկեղեցու միջոցով է, կարող է անդամակցել տարբեր կրոնական կազմակերպությունների, անդամակցելը ֆորմալ անդամակցելով չէ, դավանանքի ազատությունը հնարավորություն է տալիս տարբեր եղանակներով ծեսերը կատարել։ Ընդ որում դա ոչ թե տեսական է, այլ գործնականում Հայաստանում ազատ գործում են բազմաթիվ կրոնական կազմակերպություններ, բայց դա իրավունք չի տալիս միջամտել գործող կառույցներին, ասելով, որ ես ուզում եմ, որ վեհապարը այս մեկը լինի, ես ուզում եմ, որ այն մեկը հրաժարական տա, ես ուզում եմ, որ այս մեկին գործից հանեն, ես ուզում եմ, որ այս մեկին կարգալույցան են։ Մոտավորապես այս բազմաթիվ անգամ եմ այս օրինակները տարբեր տեղերում վերել, ոչ միայն այս վերջին դեպքերի վրա։ Այս նույնն է, որ վաղը որոշեն, որ պայմանական հիմա 5-րդ տալիքում ենք, 5-րդ տալիքի եթերը քանի որ դուրս չի գալիս, ինչ որ լավ բաներ չեք ասում, լավ կլինի, որ ձեր տնօրենը պետքա փոխվի։ Այն որոշել ենք, ու կառավարությունը գա այստեղ, միտինգներ անի, ինչ որ, ու պատկերացնենք, ասենք լրագրողներից մեկն էլ որոշի, ասի ես եմ որոշել, դառնալու եմ ես տնօրեն 5-րդ տալիքի։ Պարոն Օրբելյան, իսկ եթե լուրջ ընդունեն ձեր առաջարկը ու գործնական քայլերի դիմեն։ Առանց իմ առաջարկել դրա տեղը ձևը գիտեն եւ ուզում եմ սա տիպիկ օրինակն է, այսինքն երբ որ եթերազրկման process է գնում եւ հանրապետական կամ Երևանյան եթերը չի ստանում դա ուրիշ դաշտ է, բայց ծայրահեղացրած օրինակ եմ բերում, որպեսզի բոլորին շատ պարզ լինի աբսուրդը։ Եվ կրկնում եմ, այստեղ փորձ էր արվել նախկինում ասել, որ որպես ճակերտավոր հավատացյալ են այս գործին մասնակցում, բայց ճակերտավոր հավատացյալը ոնց ասեմ, որդեական, եղբայրական հնազանդությամբ է ենթարկվում որոշումներին, այլ ոչ թե ասում եմ, ես որոշեցի, որ գնալու եմ աշխարհիկի կողմից կազմած Սարգսի կողմից կազմած ինչ-որ պատարագին ճակերտավոր մասնակցելու։ Ինքնին դա հիմա ելի նորից չեմ ուզում դավանաբանության մեջ մտնեմ, բայց ինքնին դա մեծ մեղք է։ Հիմա վերադառնալով մնացած իրավական հարցերին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին օրենքով պաշտպանված է եւ ցանկացած միջամտություն դա ոչ իրավաչափ միջամտություն է, իր մեջ բովանդակում է հանցակազմեր։ Հիմա եթե նույնիսկ ընդունենք, որ քննչական մարմինները բավարար անկախություն չեն ունենալու նշված գործերը քննություն առնել կամ դատախազությունը չի ունենալու, դա հավերժ չի այդպես լինելու։ Այսինքն ինչ որ մի ժամանակ իշխանությունները փոխվելու են, եւ այդ իշխանությունները փոխվելուց հետո այդ բոլոր գործերը տարբեր տեսակի գործիքներով քննության առարկա են դառնալու։ Ընդ որում պարտադիր չի, որ դրանք քրեադատավարական քննության առարկա դառնան։ Հնարավոր է ճակերտավոր անցումային արտարադատության գործիքակազմով, որտեղ այս ամբողջը բացահայտվի եւ այդ մարդկանց ոչ թե քրեական պատասխանատվության ճակերտավոր նստացնելու process գնա, այլ այդ մեծ խարանը մնա իրենց վրա եւ բոլորը իմանան ինչ են արել այս մարդիկ Հայաստանի եւ հայկական ինստիտուտների, ոնց ասեմ, քայքայման ուղղությամբ, այսինքն դա մի մասն էլ իհարկե քրեական պատասխանատվության խնդիր կարող է բարձրանալ։ Իսկ հետո ռեսուրսի խնդիր չենք ունենալու։ Միշտ էլ կա այդ խնդիրը, բայց այստեղ վերադառնալով եկեղեցու հարցին, ի տարբերություն մնացած ինստիտուտների, ես մի հատ ուրիշ բան եմ ցավոք նկատում, որ քննարկումը պրոկառավարական, այսպես ասած, ամբողջությամբ տարվում է հավատքից դավանանքից դուրս։ Այ ոնց որ sense մի հատ ինստիտուտ էր, մեր շուկա են գրավում, մի հատ հեռուստաընկերություն են գրավում, մի հատ կուսակցություն ենք փակում, մի հատ նշանակություն են այսինքն իջեցնում։ Մոդելն են փոխում, սա հենց այդ ախր ամբողջ խնդիրը հետևյալն է, երբ որ դու ինքդ հավատացյալ ես, այլ ոչ թե ձևական ու պարտադիր չի sense մոլի հավատացյալի գաղափարը, բայց եթե դու հավատը կա, դու չես գնում, այսինքն այդ process-ին դու չես նայում, հա դե մի բան էր, ինչ որ քաղաքական գործընթաց էր, էլի մի հատ միտինգ արեցինք։ Եկեղեցու միտինգը ինքնին աբսուրդի է հասնում, հա, բայց մենք այսինքն ունենք մարդիկ, ովքեր ներկա են, հիմա ամբողջությամբ չեմ հետևել, բայց շուտ կոմենտներից հասկանում եմ, որ կային մարդիկ, ովքեր կրոնական այլ ուղղությունների, ասենք ռիմայր ինչ որ ուղղության օֆիցիալ պաշտոն ժամանակների տարբեր։ Հիմա հետևյալն է խնդիրը, դա լավի վատի հարցը չի։ Հիմա դու այդ նույնն է, ոնց որ մենք գնանք վաղը ու սկսենք քննարկել, որ գիտեք ինչ, դե Իրանի Իսլամական Հանրապետությունում մեզ դուր չի գալիս ինչ որ իմամ։ Գնանք որևէ այլ ուղղություն, գնանք ասենք հուդայականությամբ, ասենք ձեր ինչ որ առաջնորդը լավը չի կամ գնանք կոնֆուցիոն Դալայ Լաման պետք փոխենք, որտեղ սխալ Դալայ Լամա է։ Նորից վեհապարը ի հավելումն իր որպես Հայաստանի քաղաքացի հայկական հասարակության մաս ինքն բացի դրանից, այ դա առաջնայինը չի։
այդ անընդհատ այդ ավազանի անունը օգտագործելը, անընդհատ այնց քաղաքացիական դաշտ բերելը հենց սա ոտնահարում է ի հավելում են եկեղեցու նաև բոլոր հավատացյալներիս իրավունքը։ Սա է ֆունդամենտալ խնդիրը։ Մենք չենք կարող եկեղեցուն նայենք որպես սովորական մի հատ ուրիշ ինստիտուտի։ Մենք ասենք ապօրինի գույքի բռնականացման վարույթ արեցինք, այսինքն սա այդպես չի, սա ոնց որ իր մեջ բովանդակումը բավականին մեծ, սխալ եմ ասում, առաջնային հենց հավատքի կտորը, առաջնային դավանանքի կտորը, առաջնային հոգու փրկության կտորը նոր դրանից հետո ինստիտուտները։ Հիմա այդ մնացած մենք կենտրոնանում են անընդհատ ինստիտուտների վրա, փորձում են ինստիտուտների միջոցով այդ կրոնական կտորից հեռացնել եւ դիտարկել ոնց որ մի հատ այլ ինստիտուտ։ Կրկնում եմ, սա սոցիալական ինստիտուտը շատ կարեւոր լինելով հանդերձ եկեղեցուն հայապաշտպանության դերը շատ կարևոր լինելով հանդերձ, բայց ինքը առաջնային նաև հենց կրոնական ինստիտուտը եւ կրոնական այդ ինստիտուտի դերը չի կարելի այս ձև ոտնահարել, ինչպես տեսնում ենք մենք կառավարության ներկայացուցիչների կողմից։ Իրավապահ համակարգը որպես մահակ օգտագործում են, սկսել են արդեն օգտագործել նաև փաստաբանական համայնքի դեմ, դրա վառ օրինակը Կոչուբաևին ուժի կիրառմամբ ձբերման ենթարկելն էր, նաև փաստաբան Հովհաննես Խուդոյանին է նաև նկատողություն տվել։ Սա ինչի մասին է խոսում, այսինքն այս իրավապահ համակարգի միջոցով հերթով ուզում են ճնշել։ Նայեք, մի քանի այս պահին, եթե ճիշտ է մոտս ֆիքսվել 3 ազատազրկված ու կալանավորված, ասենք ասենք փաստաբան կա, կարող ես խալասեմ 2, բայց առնվազն Կոչուբաևը եւ Մեղտեր Արուբենը 2 հաստատ կա։ Մենք այդ process-ը ունի 2 իրարից տարբեր հանգամանք։ Առաջինը դա խոսքի ազատության դաշտն է, այսինքն երկրորդը կալանքի որպես պատիժ կիրառելու մոլուցքը, մի բան, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տարիներ, տասնյակ տարիներ բարձրաձայնում է, որ սա համակարգային խնդիր է, այդ խնդիրը չի լուծվում, եւ երրորդը, որը նոր երևույթ է, դա է ձերբակալելու առանձնահատուկ ձևերն են, առանձնահատուկ sense ասեմ, էլի փորձ անելով, sense ցույց տալ, որ մենք կարանք այդ պարկասնել ասֆալտի ձևակերպում։ Ես նախկինում չեմ տեսել երբևէ, 90-ականներին չեմ կարող ասել, 90-ականներին չեմ հետևել, քրոնիկանել այդքան չկա որ դիտեմ, եթերում ձայնագրված տեսագրված չի, բայց որ անընդհատ գամ մտնեմ պարկասնեն, մարդկանց գալիս ձերբակալում, կալանավորում տանում են։ Ու ձերբակալում որոշ դեպքերում ձեռնաշխտանները, որոշ դեպքերում առանց։ Այս բանով պարտադիր գետնին պարկեսնելու այս մոլուցքը, այսինքն առաջին դեպքը չի, Կոչուբաևի դեպքը, դրա նախորդել են բազմաթիվ դեպքեր, երբ որ մարդը ինքը անձամբ ներկայանում է ոստիկանություն, մուտքի մոտ ասում են դու ստեղ սպասի, պետք է քեզ պարկասնենք, նկարենք։ Ասում ենք լավ, այդ որն է նպատակը, այդ պարկեսնելու process-ը ունի որոշակի տրամաբանություն։ Այդ դիրքը ոնց որ անպաշտպան դիրքում է քեզ ստեղծում, եթե դու պոտենցիալ վտանգ ես ներկայացնում ոստիկանների համար, այդ դիրքով են ձերբակալում, որպեսզի ռիսկ չառաջանա ոստիկանների, ինչպես նաև շրջապատի, բայց դա չի արված նրա համար, որ ուղղակի փորձեն նսեմացնել, խոշտանգեն անմարդկային վերաբերմունք ցույց տան քաղաքացիներին։ Այսինքն եթե մարդը եկել է, ասում է, ես եկել եմ, կանչել եք, եկել եմ, հիմա գտնվում եմ այստեղ, եկել եմ, ինձ ման է գալիս, խնդիր չկա, եկել եմ, ձերբակալեք ինձ։ Ասում են, չէ, պետք է պարկեսնենք ես, հետո ձերբակալենք, ինքնին դա լրջագույն խնդիր է։ Սա ուժի արհեստական օգտագործումը։ Երկրորդը դա կալանքը որպես պատիժ դիտելն է։ Դա էլի համատարած լրջագույն խնդիր է, եթե դուք հետևեք իմիջիալից ինչպես կառավարական, այնպես էլ հակակառավարական խոսույթին, կզգաք, որ ասում են, ինչի չեն սրանք կալանավորում, ինչի չեն կալանավորում, այսինքն կալանքը չպետք է լինի պատժի միջոց։ Հիմա եթե ես ինտերնետում ինչ-որ բան եմ գրել, ու այդ բանը հանցագործություն է, ըստ մեղադրանքի դա հանցագործություն է, հիմա չեմ ուզում քննարկեմ, հանցագործություն չի եւ որտեղ է խոսքի ազատությունը, որտեղ է սկսում այլ գործընթացներ։ Հիմա դրա քննարկելու կարիքը այս պահին չեմ տեսնում, դա դատավարությունն է, թող քննարկեն։ Ես ելնում եմ մենք կանխավարկածից, ոնց որ ասում են, թող դա լինի հանցագործություն։ Այդ կանխավարկածից ենք ելնում։ Ինչի են կալանավորում, ինչին է խոչընդոտելու բացահայտեն։ Ասում են, հենա կա, ձայնագրությունը կա, ֆիքսել ենք, նայել ենք Facebook-ում գրված արձանագրել ենք, այլ կա։ Էլ ինչ պիտի անի, որպեսզի խոչընդոտի բացահայտումը։ Չկա հիմք, որ պետքա թաքնվի, չեմ տեսնում ինչի պետքա թաքնվի, եւ չեմ տեսնում ինչպես պետքա նոր հանցագործություն անի, որովհետեւ այդ պահին եթե կանի մի հատ էլ նման հրապարակում, խնդրեմ, ասեք գիտեք ինչ որ ազատության մեջ մնում է շաբաթը մեկ հրապարակում անում, հետ կգամ հիմա հրապարակման խոսքի ազատությանը, բայց դա չի կարա լինի գործիք, որ պետքա կալանավորենք պարտադիր։ Սկսենք այս առաջին կտորը։ Երկրորդը խոսքի ազատության լրջագույն խնդիր եմ տեսնում,
ու դա Կոչուբաևի գործի վրա չի ուզել կենտրոնանալ, Սամվել Կարապետյան, այս վերջին Միքայել Սրբազանի դեպքը ընդհանրապես զավեշտալի է, երբ որ արտահայտած խոսքը հաղորդում են ներկայացնում, խնդիր չեն տեսնում, մի տարի հետո մեկ էլ իրավիճակը փոխվում, վայ ասում են խնդիր տեսնանք։ Սամվել Կարապետյանը ընդամենը ասում է, որ մենք մեր ձևով ինչ որ բան ենք անելու, բազմաթիվ անգամ եմ ասել, այդ մենք մեր ձևով ինչ ուզում եք հասկացեք դրա տակ։ Այ մենք մեր ձևով անելու ենք, ինչ ուզում եք հասկացեք, ամենալավից ամենավատ։ Չեմ ուզում բացատրեմ։ Այդ նախադասության մեջ եթե ինչ որ մեկ ինձ կոչ ցույց կտա։ Կոչ, ուղղակի լեզվական վերլուծության, արդյոք հանցակազմ։ Մանտեղ ինչա մեղադրում են որ կոչ է արել բռնի բանի, չէ, բռնի գործողությունների։ Ասում կոչ ցույց տվեք, որ բռնիա բռնի չի, այդ մեր ձևովի տակ ինչ ենք հասկանում, երկար քննարկում են մեր ձևովը լավ բան է ասում, վատ բան է ասում, իրավաչափ գործողություն, ոչ իրավաչափ։ Ասում եմ ես ելնում եմ, էլի։ Բերեք ելնենք են կանխավարկածից, որ վատ բան է։ Մեր ձևով այդքան էլ տենց բարի գործողությունների մասին չի խոսքը, բայց այդ նախադասության մեջ կոչ պետք է լինի, որ մարդուն մեղադրեք նրա համար, որ ինքը կոչ է արել։ Ինքը կոչ, նախադասության մեջ հայերեն լեզվի կանոններով ոնց ուզում եք նայեք, կոչ չկա։ Դատավոր նշանակելու պարտադիր պահանջներից մեկը հայերեն լեզվին տիրապետելն է։ Միգուցե լավ չեն տիրապետել։ Հայերեն լեզվի տիրապետելը չի ընդհանրում միայն հայերեն կիսագրական խոսելը, դա ընդհանրում է ակտերը գրելուց ճիշտ քերականություն, ճիշտ տարածքալներ չլինեն, հա, ճիշտ ուղղագրություն, բայց նաև ընդհանրում է, որ եթե մենք տեքստ ենք վերլուծում, հանցակազմ, այդ կոչի հանցակազմը ուրիշ բան է, երբ որ ես կոչ եմ անում մի բան, անեք դա, ինչի ենք մենք դա քրեականացրել, որտեղ երբ որ ես կոչ եմ անում գնաք տապալեք համանդրական կարգը կամ չգիտեմ ինչ, ուզում եմ մարդկանց ուղղորդեմ ոչ իրավաչափ գործողություն անելու եւ այո, դրա համար ինձ պատասխանատվության է ենթարկում, որ ես կոչ չանեմ։ Բայց երբ որ ես ասում եմ ես ինչ որ բան եմ անելու, ել եմ ասում, չեմ ուզում քննարկեմ դա հիմա բովանդակային ինչա։ Մենք մտնում ենք ուդերի վրի դաշ։ Նույն խնդիրը մենք ունենք Ռուբեն Մխիթարյանի դեպքում։ Հիմա ես գործի նյութերին ամբողջությամբ չեմ տիրապետում, բայց ըստ էության չի հերկվել։ Առաջինը ինչ կա ձայնագրված է տեղում է եւ ինչ պիտի խոչընդոտի չգիտենք։ Ուզում եմ ուշադրություն հրավիրեմ, տնային կալանք խափանման միջոց ունենք, որի ժամանակ, որը ըստ էության ազատազրկման էլի կոշտ ձև է, եւ որը ըստ էության բացառում է էլի շփումը մարդկանց հետ տեղի ունենում վսկողություն, կա ոտին այդ բրասլետից, որ տնից դուրս գաս մի անգամից ձայն ալինելու, այսինքն կա այդ ամբողջ գործիքակազմը։ Այսինքն ազատությունը սահմանափակված է։ Ինքը հավասարեցված է կալանքին, բայց ուղղակի մի քիչ ավելի բարվոք պայմաններով։ Ուրեմն մարդու տնտեսական գործունեությանն ենք հիմա միջամտում, որտեղ վարչական հսկողության դեպքում օրինակ կարողանար ինքը իր վստահորդներին իրավական պաշտպանություն ցույց տալ։ Նույնը վերաբերվում է Կոչուբաևին։ Այսինքն մենք տեսնում ենք մի հատ իրավիճակ, որ չէ զորով պիտի կալանավորենք, որ ցույց տանք, որ կարան կալանավորենք։ Հիմա ինչ ասում Միեդը։ Միեդը ասում է, «Ուրջան, ձեր մոտ խնդիր ունեք»։ Ընդ որում էլ եմ ասում, 10 տարի անընդհատ ասում, նոր գործերով, հին գործերով, ինչ-որ փոքրիկ դեպի բարելավում էր գնում 16, 17, 18, 19-ի սկիզբ, 20-ից նորից սկսեց մեծ հետ քայլ, էլի ոնց չի կարելի, պիտի կալանավորեք։ Մոտավորապես այն ժամանակվանից, երբ որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահան կառավարության շենքում լսում էր անոտացիա, ինչի Արարատ Միրզոյանի գործով կալանավորվածներ չկան։ Կալանավորվածներ ոչ թե մեղադրվածներ, ոչ թե գործը խիա դանդաղ քնվում էր, կալանավորվածներ չկան, այսինքն որոշումների բովանդակության քննարկում էր տեղի ունենում կառավարությունում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի այն ժամանակ մասնակցությամբ, ու ոչ միայն իր ցավոք սրտի, էլի այլ դատավորներ էլ կան։ Այսինքն այս գործընթացները ցույց են տալիս, որ ինչա տեղի ունենում։ Մեծ ասում դուք ինչ եք անում, դուք հիմա կալանք եք տալիս, ընդհանուր ձևակերպում եք տալիս։ Բերեմ ուրիշ հարց, Բագրատ Սրբազանի քրեական գործով կալանքի նիստի ենք։ Մեղադրանք ա գրած երկար ինչ որ անհասկանալի իրավական խրթին ձևակերպումներով, լեզվական անհամապատասխանություններով մի հատ հարց եմ տվել, ասում եմ, լավ, ասենց անընդհատ ասում եք, որ ահաբեկչություն եւ բռնի իշխանության բռնի փոփոխություն, թե ինչա ձևակերպում է բռնազավթում։ Ասում ենք, լավ, այս պատմածի մեջ ոչ մեկը հանցագործություն չի։ Ձեր գրածի մեջ, չգիտեմ ճիշտ է թե սխալ, մենակ մի բան են գրել, պլանավորում էին մարդ սպանել։ Գրել եք։ Հիմա ասում եմ մի հատ նյութ ցույց տվեք, մի հատիկ, ասեք այս նյութից բանա, դեռ գրած էր, որ խոսելուց իրանք խոսել, պայմանական եմ ասում, ասեք խոսելուց իրանք ասել են, որ երկու ծառ պետք է անգնի, մենք հասկանում ենք, որ դա նկատի ունեն, ասենք մարդ սպանել, ես ասում լավ, կալանքի հարց են քննարկում, կարա տենց ենթադրություն լինի, փորձեմ հերքեմ, գնամ այդ ծառերի նկարները բերեմ ցույց տամ, որ դա իրականում ծառի մասին էր խոսքը, մարդ կապ չուներ, կամ հասկանանք ինչի մասին է։ Ասում են նյութերում կա, ասում եմ դե
որ ուշադիր կարդայիք կիմանայիք։ Ասում եմ, դե նյութերը ուշադիր կարդացել եմ, չեմ տեսել, էլի, այսինքն ես կալանքի փաթեթ ունեմ, կալանքի նյութեր ունենք, դատարանը գրում է, որ կալանք հիմնավոր կասկածը հաստատվեց, այս թղթով գիտեք ոնց է, միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերով, ասենք, այդ նույնն ինչ որ նյութերում կա։ Գնում ենք վերաքննիչ բողոք։ Վերաքննիչ ասում է, դե այդ մասով իրավաչափա, որ չեմ ուզում միջամտեմ։ Լավ, ասում ենք, խնդիրը հետեւյալի մեջ է, որ կալանքը որպես ազատազրկման դրսևորում, որտեվ կալանքի համար պարտադիր չի մարդը պարտադիր հանցագործություն արած լինի, որտեվ դա խափանման միջոց է։ Դա գործիք է, որ հնարավորություն է տալիս հանցագործությունը բացահայտել եւ ընդհանուր առմամբ ենթադրվում է, որ երբեմն նաեւ անմեղ մարդիկ կարող է կալանավորվեն, բայց որպեսզի դա չլինի абսուրդի դաշտից, դա չի նշանակում, որ մենք գիտենք, որ անմեղա պետք է կալանավորենք։ Դա նշանակում է, որ պետք է լինեն փաստաթղթեր, նյութեր, այդ պահին այդ նյութերի, այդ ծավալով պետք է հիմք լինի ընդհանրելու, որ այդ անձը կատարել է այդ հանցագործությունը, ինչ որ մեղսագրվում է։ Այսինքն, այս ամբողջը պետք է լինի, բայց չկա։ Ասում ենք ինչ, այլ մոտավորապես տենց այլ կալանք կտանք, հետո ինչ կլինի։ Սա է, որ դատավորը պետք է գնահատի ինքը ինչա ուզում լինի, ինքը ուզում է լինի դատավոր, թե ինքը ուզում է լինի կամակատար, ինքը ուզում է լինել անձ, ով որ իրականացնում է արդարադատություն եւ դրանից բխող դատավորի այլ լիազորություններ, օրինակ ազատազրկման նկատմամբ վերահսկողություն, թե ինքը ուզում է լինի մի մարդ, որ այդտեղ ինչ որ աշխատավարձ կստանա ամեն ամիս, այդ ոչ մի բան, ինչ որ որոշում կկայացնի, կգնա առաջ։ Խնդիրը սա շատ սխալ ընկալում կարող է առաջանալ, հա, որ քաղաքական գործերով դե տես միջամտում են, մնացած գործերով, բայց ինքը անկախ կարող է աշխատել, այդպես չի լինում։ Չի լինում, գոյություն չունի։ Կամ ունենում ես նորմալ աշխատող համակարգ, կամ չես ունենում համակարգ։ Քաղաքական գործերով միջամտություններին բերում է կոռուպցիոն ռիսկեր այլ գործերի վրա, բերում է ամբողջ աշխարհի փորձն եմ ասում, էլի։ Այսինքն փոխկապակցված է։ Դե եթե դատավորին էս մի գործով ասում են ինչ անի, մի գործով էլ ինքն է իրավուզած անում եւ այդտեղ սկսած կոռուպցիոն ռիսկերից բրծած ուրիշ միջամտություններով առաջանում են։ Չեմ ասում պարտադիր բոլորը կոռուպցիոներ են, ես ուղղակի բերում եմ օրինակ։ Չի կարող դատավորը էս մի գործում ինքը իր ներքին համոզմունքը ոտնահարել անցնել առաջ, մյուսում չոտնահարել անցնել առաջ։ Բարոյական շեմերը սկսում են ավելի պայմանական լինել եւ այդ հաղթահարելը այս կողմ կամ այն կողմ սկսում է ավելի հեշտ լինել։ Սկզբունքայինությունը դադարում է լինել այդքան սկզբունքայինություն։ Սկսվում է ինքնացենզուրայի դրսևորումներ, երբ որ դատավորը համոզված է, որ ինքը ճիշտ որոշում է կայացրել, այնինչ այդ իր համոզմունքի հիմքում ոչ թե իր գիտելիքն է, կրթությունն է, ինչ որ սովորել է, այլ իր այդ համոզմունքի հիմքում աշխատավարձ չստանալու ռիսկը, գլուխը քարի տակ չդնելու ռիսկը, ինչ որ հանգիստ ապրում եմ ինձ համար, ինչ եմ անում ռիսկը եւ այլ։ Այսինքն ինքնին մենք տեղի ունենում արդարադատության շեղում։ Դեռ Հայաստանի իրավական համակարգը ինչքան էլ տարօրինակ չլինի, դեռ դիմադրողականության որոշակի էլեմենտներ ունի։ Դեռևս կան, դե որ չլինեին արդյունքները դեռ ուրիշ կլինեին, բայց այդ դիմադրողականության մակարդակը ինչքան գնա, եթե մեր համաժողովրդական պայքարը դատարաններին իր օգուտի պաշտպանություն, փաստաբանների աջակցությունը են բոլոր դատավորներին ում հանիրավից կարգապահական պատասխանատվություն են ենթարկել կամ քրեական գործեր են հարուցել չլինի, այդ ոնց որ այդ ճնշումը դիմադրողականության այդ նշույլներն է կվերանան։ Մեր գրասենյակը բավականին միջազգային պրակտիկա ունի, տարբեր երկրների, տարբեր դատարանների, տարբեր գործընկերների հետ աշխատել ենք եւ համեմատական միշտ տեսել եմ, որ մեր իրավական համակարգը պատմականորեն տարբեր ոլորտներում, քաղաքացիական, վարչական, քրեական եղել է բավականին տարածաշրջանում լավագույններից մեկը։ Ինչքան էլ տենց մենք սովորենք, որ ասենք վատնա, բայց դա չի կարող հավերժ մնալ։ Այսինքն ես տեսել եմ, ես 2009 թվականից եմ փաստաբանությամբ զբաղվում, 3 տարի չեմ զբաղվել այդ հատվածում, տեսել եմ անընդհատ բարելավում։ Բարելավումը խոսքը չի գնում մենակ բարեվարկության դաշտում։ Որակը, որոշ դեպքերում արագությունը, որոշ դեպքում տեխնոլոգիական լուծումները, ասենք դատալեքս համակարգներ, էլեկտրոնային արդարադատություններ, նիստերի արձանագրությունների կազմումներ, աշխատանքային պայմաններ, դատական ակտերի որակներ, դատարանների կողմից միջազգային դատական ակտերի եւ վճռաբեկ որոշումների ավելի շատ ցիտումը, կիրառումը։ Տեսել եմ նաեւ բացասական զարգացումներ, բայց դա նորմալ է, ոնց որ դատական process-ներ են, որ գնում են կա առաջին ատյան վերաքննիչ վճռաբեկ, բայց նաեւ ցավոք սրտի վերջին մի քանի տարում տեսել ենք այն օրինակը, որ բերեց, երբ որ դատավորը դատարանի նախագահան պալատի
նախագահան մասնակցում է քննարկման, որտեղ քննարկում են քանի հոգու պետք է կալանավորենք։ Տեսնում ենք կամ քիչ են կալանավորում։ Տեսել ենք դեպքեր ցավոք սրտի, երբ որ ԲԴԽ նախագահան կոչված է ապահովելու դատարանների անկախությունը քաղաքական իշխանության հորդորով SMS-ով դուրս է գալիս հրաժարական է տալիս։ Տեսել եմ ԲԴԽ, որտեղ պրակտիկորեն ոչ դատավոր ոնց որ մենակ մի անդամ է ժամկետը ամբողջությամբ ծառայել, մնացած բոլորը ժամանակից շուտ դուրս են եկել ինչ-ինչ պատճառներով, ինչը ընդհանրում է տեսել են ինչ-որ խնդիրներ, եւ այդ խնդիրներին ուղղակի չեն ուզել մասնակից դառնալ, դրա համար դուրս են եկել այդ վարույթներով գործընթացից հրաժարական տալով։ Տեսել եմ ուրեմն ԲԴԽ նախագահի դեմարշ ազգային ժողովում եւ լրիվ ուրիշ հարցի վերաբերյալ եւ այլն։ Սահմանադրության 4 ժամվա ընթացքում փոփոխություն, որպեսզի սահմանադրական դատարանում ցանկալի մարկանց նշանակել եւ այս բոլոր process-ները բացասական են եւ մեր այդ 30 տարվա կաթիլ առ կաթիլ, կետ առ կետ ձևավորված այդ ամբողջ դիմադրողականությունը դրա դիմադրողականությունն է, որ թողել է այսքան տարիներ աճել։ Իմիջիայլոց 18-19 թվականներին դիմադրողականության որոշ դեպքերում աճ է տեղի ունեցել, միշտ չի որ բացասական ա եղել, բայց դրանից սկսած տեսնում ենք մենք բացասական զարգացում։ Մենք տեսնում ենք դրանից սկսած, ասենք, նույն քննչական դատախազական կարողությունների բարձրացման փոխարեն մենք անընդհատ կենտրոնանում են կառավարությունը դատարանների լավ են վատենի վրա փոխանակ զարգացնի նաև քննչական կարողությունները։ Պարոն Օրբելյան, մենք ականատես ենք լինում նաև, որ քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու համար օգտագործում են այսպես կոչված գաղտնալսումները եւ նույնիսկ Սրփուհի Գայլյանը արդարացնում է գաղտնալսումների այդ պրակտիկան, ասում է, որ եթե գործերի հիմքում դրանք ընկած են, կարող են օգնել դրանց բացահայտմանը, դրանք արդարացված են։ Համաձայն եք այս մտքի հետ։ 3 մասի էլի բաժանեմ խնդիրը։ Առաջինը, եթե գաղտնալսումները արված են օրենքին համապատասխան, ուսենց ասենք, գաղտնի քննչական գործողությունները կամ օպերատիվ քննչական գործողությունները, եթե դրանք արված են օրենքին համապատասխան ունեն, համապատասխան իրավական եւ գործնական վերահսկողություն, դատարանը իրականում իրականացնում է պրևենտիվ մանավանդ երբ որ խոսում ենք բնակարանի, տան, հեռախոսազանգերի, շրջանակներում ընդհանուր առմամբ դա կարևոր գործիք է քննչական գործողությունների շրջանակում։ Երբ որ մենք տեսնում ենք համատարած գաղտնալսումներ, երբ որ մենք տեսնում ենք այդ գաղտնալսված կամ ենթադրյալ գաղտնալսված ձայնագրությունների հրապարակում ինչ որ անհասկանալի կայքերում անհեղինակ հետո այդտեղից տարածում ընդ որում միջևերջ պարզ չի դրանք իրականում գաղտնալսումներ են թե արհեստականորեն ստեղծված ինչ որ ձայնագրություններ են երբ որ մենք տեսնում ընդ որում դրանք չգիտեմ ինչի միշտ գործող վարչակազմի հետ ինչ որ առնչություն ունեցող կայքեր են լինում, որտեղ նույն տեղերում տեղի ունենում այդ հրապարակումները։ Իշխանական համարվող կայքեր։ Երբ որ մենք տեսնում ենք, որ ինչ եմ ասում գաղտնալսումները նաև կարևոր են, բայց դրանք պետք է հետևանքներ առաջացնեն առավելապես իշխանական բաների համար, իշխանության ներկայացուցիչների համար, բայց երբ որ հանկարծ մենք տեսնում ենք ձայնագրություն, որի իսկությունը հաստատվում է, սա շատ կարևոր է, հաստատվում է, որտեղ վարչապետի օգնական թե խորհրդականը ստանում է քննիչից գրություն, նախագիծ, որով պլանավորում են Ռուբեն Հայրապետյանի որդու ինչ-որ քննչական գործողություն, դրա մեջ կա բանկային գաղտնիք, վերջնում փոփոխություններ է անում, այդ փոփոխությունները հետ է ուղարկում, հետո ստանում ենք հրապարակվում է ձայնագրություն, որի իսկությունը հաստատվում է որտեղ ասում են հեսա գալու Աննան պատրաստ կլինեք ինչ որ զեկույցներ տալու, որ այս գործերը որտեղ է։ Երբ որ մենք տեսնում ենք մի քանի ձայնագրություններ, որտեղ այդ ժամանակ ժամանակ հակակոռուպցիոն չէր, հատուկ քննչական ծառայության պետը եւ ԱԱԾ տնօրենը եւ վարչապետի պաշտոնակատարները իրար հետ պաշտոնը զբաղեցնող անձինք իրար հետ խոսում են երկրորդ նախագահային կալանք տալ չտալու հարցի շուրջ։ Այսինքն ու դրանք հետևանք չեն առաջացնում։ Հետո մեկ էլ ինչ որ մի հատ ինչ որ անձնական բնույթի գաղտնալսում ենք տեսնում, որը պարզ չի ճիշտ ասխալ այն, որում դա ոչ թե քննչական գործողություն է տեղի ունենում, այլ դա հրապարակում է տեղի ունենում։ Մենք այդ դա նոր պատմություն չի 2018 թվականին դա Մանվել Գրիգորյանի տան դայնագրությունն էր, որը չգիտեմ ինչի հայտնվում է հրապարակում։ Դուք sense ասենք, էլի դրա համար այստեղ խնդիրներ են սկսում առաջանալ։ Երբ որ փաստաբաններին վերադառնալով Կոչուբաևին եւ մնացածին մեղադրում են, որ ինչի են քաղաքականացնում, ախր իրավական process-ները քաղաքականացրել են գործող իշխանությունները։ Ընդհանրապես փաստաբանին արգելք չկա քաղաքական լինելու եւ քաղաքականացնելու ցանկացած գործընթաց եւ դա լրիվ նորմալ է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների մեծամասնություն իրավաբան փաստաբան են եղել, հա, իրավաբան են եղել կրթությամբ։
ու կամ այն, բայց եւ սենատորների մեծ մասը, քաղաքական գործիչների մեծ մասը իրավաբան են, մի մասը ունեցել են ակտիվ քաղաքական փաստաբանական գործունեություն, ոչ մեկի մոտ հարց չի առաջանում։ Ես ձեզ բերեցի Ամերիկան, բայց բազմաթիվ այլ երկրներում նույնը։ Այնինչ քաղաքական գործիչների մոտ իրավական գործիքների քաղաքականացումը, քաղաքական նպատակներով օգտագործումը արգելված է, դա հենց հանցագործություն է։ Այսինքն, այս ամբողջը հաշվի առնելով մենք տեսնում ենք ակնհայտորեն երկակի ստանդարտների, ընդ որում լավ բացված երկակի ստանդարտների կիրառություն։ Ես տեսնում ենք դեպք, երբ որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքական դիրքորոշում, ուզում եմ ուշադրություն հրավիրեմ, կոմունիստական կուսակցության ցուցակով ընտրվել է քաղաքապետ։ Մարդը ասում է, այո, իմ կարծիքով պետք է Հայաստանը մտնի միասնական պետություն։ Ես ծայրահեղ դեմ եմ իր այդ կարծիքին։ Չեմ կիսում այդ մոտեցումը։ Իմ կարծիքով Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի անկախ։ Որևէ պաշտպանում է կուսակցության քաղաքացիությունը։ Իրանական կարծիքն է ասում, եւ քաղաքական դիրքորոշումն է ասում բարձրաձայն։ Այս չէ քրեական գործ։ Այն մեկ ասում է իմ կարծիքով Հայաստանը պետք է մտնի Ամերիկայի կազմ, ոչ մեկի մոտ հարց չկա։ Մյուսը օրենքի նախագիծ է դնում շրջանառում, որ Հայաստանը Եվրոմիության կազմ պետք է մտնի։ Սխալ եմ ասում։ Այդ օրենքը, որ կարդաք Եվրոմիության կազմ մտնելու հետ կապ չունի, բայց առնվազն ասում է, սա նրա մասին է, որ պետք է մտնի Եվրոմիության կազմ։ Այդ օրենքը, որ ունի մի նախադասություն, Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է Եվրոպական միության անդամակցության գործընթացի սկիզբը վերջակետ։ Օրենքի տեքստը դա է, ուրիշ բան չկա։ Մեջը չկա որ նախադասությունից է կազմված։ Այդ հա, օրենքը որ բաց է գրած է Հայաստանի, ընդ որում բան է, հրճակում է սրա սկիզբը։ Այսինքն տեքստով նույնիսկ օրենքի տպավորություն չունի, բայց ամեն տեղ ասենք եվրոպացի գործընկերներն ասում օրենք ենք ընդունել Եվրոմիություն մտնելու մասին։ Կարծում եմ, չէ, օրենքի Եվրոմիություն մտնելու հետ ոչ մի կապ չունի։ Ինչևից է։ Հիմա գալիս ասում այսինքն օրենք ենք ընդունել, ոչ մեկի մտքով չի անցնում, որ դա եթե մեկը հանցագործություն է, դա էլ պետք է քննարկման առարկա դառնա։ Մենք տեսնում ենք դեպքեր, երբ որ էլի ասեցի, ասենք կարծիք են արտահայտում, եւ այդ կարծիքների համար մենք քրեական պատասխանատվության 1 չի, 2 չի դեպքեր ենք տեսնում, այսինքն նույն արտահայտությունը անում են երկու տարբեր հոգի կամ նմանատիպ արտահայտություն, մեկի նկատմամբ քրեական հետապնդում, մեկին ընդհանրապես բանի տեղ չենք դնում։ Այսինքն բանը մենք տեսնում ենք դեպքեր, երբ որ մարդուն տանում են քրեական գործով կալանավորում են, դատարանի դալիճում մահանում է։ Ոչ մի հետևանք, ընդհանրապես հետևանք չկա, ոչ մի բան չեղավ։ Պարոն Օրբելյան, Վարդան Ղուկասյանին հիշատակեցիք, Գյումրիում կալանավորվածների մեջ են նաև 2 անչափահասներ, որոնցից մեկի նկատմամբ կիրառվել է որպես խափանման միջոց կալանքը, մյուսի նկատմամբ տնային կալանքը, որքանով է իրավաչափը։ Կխնդրեի հնարավորինս սեղմ, քանի որ ասենց ասեմ, Գյումրիի գործընթացի դետալները չեմ տեսել, բայց նկատում եմ ամեն մեկի առանձին չեմ տեսել, բայց այնքանով ինչքանով հետևել եմ գործընթացին, ինչքանով կարողացել եմ հետևեմ գործընթացին, իրականում տեղի է ունեցել հրատապ հավաք։ Հրատապ հավաք, ընդ որում կամ ինքնաբուխ նաև չէ՞ ինչ որ հրատապ ինքնաբուխ հավաք, այսինքն ինքնաբուխ այն իմաստով, որ երբ որ այս պահին է խնդիրը առաջանում, դու չես կարող էլի իմանաս, որ վաղը sense մի հատ դեպք կա լինելու գալու են, ես նախապես մի հատ դիմեմ, ասեմ, այստեղ հավաք եմ կազմակերպում, այդ հավաքի անհրաժեշտությունը առաջացել էր տեղում տեղի ունեցող գործընթացներին հետ կապված։ Հիմա մարդիկ իրականացրել են հավաք, արտահայտելու իրենց դիրքորոշումը, որի ժամանակ որոշակի լարված ինչ-որ իրավիճակ է առաջացել։ Որևէ այլ բան, քան արվել է վերջին 20 տարում Հայաստանում նման հավաքների ժամանակ, ինչքան կարողացել եմ հետևել, չի եղել։ Եվ այդ շատ են եղել դեպքերը, ձերբակալել են, 3 ժամ պահել են, հետո բաց են թողել, որովհետև հասկացել են, որ մեղադրանք չեն կարող առաջադրեն։ Հիմա 40-ից ավել մարդու մեղադրանք, պետքա պարտադիր, ինչ որ անուն էլ դնում են, որ խոչընդոտել են արդարադատության իրականացմանը։ Թե արդարադատություն իրականացմանը, եթե խոչընդոտել են այդ մարդիկ, ապա բոլոր քննիչներին պետք է քրեական պատասխանատվության ենթարկեն, որովհետև արդարադատությունը Հայաստանում կարող են իրականացնել միայն դատարանները։ Քննիչները իրավունք չունեն արդարադատություն իրականացնել։ Եթե այսինքն այդտեղ այդ պահին արդարադատություն էր իրականանում, ինչ ասեմ, ուրեմն այդ մարդիկ սահմանադրական լիազորություն են վերազանցել։ Մի քիչ ծայրահեղացրած օրինակ են բերում։ Հիմա իհարկե կբերեն արգումենտ կասեն, դա այդ քննիչը աջակցում է, որ հետո արդարադատություն իրականանա։ Մենք էլ ասում ենք, դե բայց հոդվածը որ գրված է, ինչ է ընդհանրում։ Այսինքն ինչ եկել են քննիչի ձեռից գողացել են ապացույցը, եկել են քննիչին, չգիտեմ, ծեծել են, չեն թողել ինքը կատարի քննչական գործողությունը։ Տեղի է ունի, որտեղ մարդիկ հասկացել են, որ այդ գործընթացը քաղաքական է։ Կրկնում եմ, կոմունիստական կուսակցության հետ կապված, ես ունեմ շատ բացասական
վերաբերմունք, որպես կուսակցություն, ոչ թե որպես անձամբ ինչ-որ մարդկանց, ինքը պատմականորեն ինչ-որ ժամանակաշրջանում եղել է առաջադեմ, այ 18 թվականին, բայց 1900 եղել է առաջադեմ կուսակցական քաղաքական ուղղություն։ Այսօր արդեն ես գաղափարական չեմ կիսում այդ մոտեցումը, բայց կրկնում եմ, իրավունք ունեն գոյություն ունենալ։ Եվ իրավունք ունեն ունենալ դիրքորոշում։ Եվ իրավունք ունեն այդ դիրքորոշումը փորձեն արտահայտեն։ Եվ այդ դրա դեմ ոչ թե պետքա պայքարեն, ախր սա ազգային ժողովում տեղի ունեցածի կրկնությունն է փողոցում։ Երբ որ ազգային ժողովում քննադատում են, իրենք են քննադատում օպոզիցիային, թե քիչ է կոնստրուկտիվ դաշտում։ Երբ որ կոնստրուկտիվ դաշտում ինչ-որ հարց են տալիս, հարց են բարձրացնում, կոնստրուկտիվ, քվազի կոնստրուկտիվ, մի անգամից լրացնում են, էլ վիրավորանքներ, էլ պատերով տալ, էլ գորգորոց, էլ ճղճղոց, էլ հարցերին չպատասխանել, էլ դուք ով եք որ սենց հարց տակ։ Էլ ասում ենք լավ, այդ մարդիկ բայր ինչ անեն։ Նույնը էսե փողոցում է, մարդիկ դիրքորոշում ունեն։ Իսկ անչափահասների մասով։ Վերադառնալով անչափահասներին, դետալներին չեմ տիրապետում, կոնկրետ գործով չեմ կարողանա ձեզ հստակ ասել, բայց ինքնին անչափահասներին, ինչը տերմինոլոգիայով ենթադրում է երեխա, որովհետև մինչև 18 տարեկան անձը համարվում է երեխա կոնվենցիոն եւ օրենքի իմաստով, պետքա որ կալանք ընդհանրապես չլներ։ Իհարկե քրեական պատասխանատվության տարիքը 18-ը չի, 14-16 է կախված հանցակազմերից, բայց ինքնին ոնց որ ինքը ժամանակին փոխնախարար լինելով բավականին ինտենսիվ զբաղվել ենք այսպես կոչված յուվենայլ կամ անչափահասների արտարադատությամբ, դա ենթադրում է լրիվ ուրիշ գործիքակազմի, լրիվ ուրիշ մոտեցումների կիրառում, չի բացառվում ընդհանրապես խապամամիջոցների կիրառումը որպես այդպիսին, բայց դա ենթադրում է որոշակի այլ ավելի առանձնահատուկ իրավական մոտեցում։ Մեղմության խնդիրը չի, այնտեղ հոգեբանական որոշակի առանձնահատկությունների հաշվի առնելն է։ Դետալներին չեմ տիրապետում, ոչ մասնագիտական կլինի իմ կողմից իմ ասենց բլանկետային ասել լավական վատ է, բայց ինքնին այդ երևույթը, որ ես տեսնում եմ, որ 40 քանի հոգի մեղադրանք 39, 41 հոգի մեղադրանք առաջադրվել քրեական գործեր տեղի ունենում, ինքնին արդեն որոշակի խնդրահարույցություն տեսնում եմ, որով կրկնում եմ, որովհետև դրան նախորդող գործընթացն էր բավականին քաղաքականապես պրոբլեմատիկ, որովհետև եթե ես ճիշտ եմ հասկանում, այդ թիմքը այդ ինչ որ ձայնագրություններ, որը ճիշտ էր թե սխալ էր, այդպես էլ չհասկացանք, որը ոնց որ թե ես ինչքան կարողանում եմ հետևել, վերաբերվում է մի ժամանակահատվածի, որտեղ Վարդան Ղուկասյանը ընդհանրապես քաղաքապետ չէր, այսինքն մենք միած ինչ որ իրար չբռնող բաներով եւ դրան նախորդում է ազգային ժողովից մոտավորապես մենք պիտի պայմանական Գյումրին ինչ որ բան անենք։ Երբ որ մենք դա համադրում ենք մնացած համայնքների քաղաքապետերի ճակերտավոր ապագայի հետ, այսինքն նույնը Մամիկոն Ասլանյանը Վանաձորում, մենք տեսնում ենք ինչ որ այլ դեպքերում, ասենք Երևան քաղաքում կամ այլ դեպք, ասենք Երևան քաղաքում ըստ էության ավականու անդամներից մեկը լինելով ազատազրկված, մյուսը լինելով բանի մեջ, միջազգային հետախուզման մեջ, այսինքն քվորումի այլ պայմաններում, այլ ձայների մեծամասնություն է ձևավորվում, մենք նույն խնդիրը տեսնում ենք այլ բոլոր քաղաքներում չասեմ, բայց գալի մասում այդ նմանատիպ խնդիր է, այսինքն պետք է պարտադիր համայնքապետը մերոնցից լինի ճակերտավոր մոտեցմամբ, ինչը ինքնին էլի հարիր չի ժամանակակից եվրոպական միություն ձգտող պետության, այսպես ասենք։ Պարոն Օրբելյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրվա իմ զրուցակիցն էր Կոնցեռն Դիալոգ փաստաբանական ընկերության կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը։ Դուք դիտում եք հարցազրույցը, հաջողություն։